Կյանքիս մեջ առաջին անգամ դիում եմ ամենայն հայոց կաթողիկոսին։ Ուրեմն 10 սրբազաններ ասում են, որ դուք պետքա գնաք հանգստի եւ նոր ընտրություններ կազմակերպեք հանուն արդարության, հանուն եկեղեցու մաքրագործման եւ այլն եւ այլն։ Տարիներ շարունակ բոլորիս հարց է ուզել, թե որն է պատճառը, որ օրինակ Աղարատյան հայրապետական թեմի առաջնորդը, փոխանորդը Նավասարդ Կճոյանն է, ով որ Բենտլի, բրիլյանտների, զենքի օֆշորի ինչ սկանդալի մեջ ասես չի ընկել, բայց կարգալույց չի եղել, չի ուղարկվել Աղարատյան այդ հայրապետական թեմից որևէ հերավոր մարզեր եւ այլն եւ այլն։ Որն է եղել պատճառը չգիտենք, ներողամիտ է եղել վեհապարը, դա էլ չգիտենք։ Բայց հիմա հստակ մի բան գիտենք։ 10-ի մեջ ամենագլխավորը ժողովրդին հայտնին այդ սկանդալներով հենց ինքն է, Նավասարդ Կճոյանը։ Հիմա վեհապար հայրապետին խնդրում եմ այդ 10 սրբազաններին թողնել եւ դրանցից մեկին Նավասարդ Կճոյանին կարգալույց հռչակել։ Կարգալույց հռչակեք, մի հատ տեսնենք ոնց են Ռուբեն Ռուբենյանը, Նիկոլ Փաշինյանը, Վագն Ալեքսանյանը եւ մյուսները ի պաշտպանություն Նավասարդ Կճոյանի սկսում հայտարարություններ անել եւ ողբալ։ Դրեք նրանց այն անհարմար վիճակի մեջ, այն վիճակի մեջ, որ իրանք դրել են։ Այսինքն իրանք ամենաանհարմար բանն են արել։ Կարճել են մի arczepiskopos-ից, օգտագործում են ձեր դեմ մեկին, ով որ վաղուց, շատ վաղուց արդեն չպետքա լիներ։ Դե մաքրագործում, վեհապար հայրապետ, կարգալույց արեք Նավասարդ Կճոյանին։ Ես սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ միացեք այս կոչին, տարածեք, միացեք, դե մաքրագործում։ Մի հատ նայենք տենանք ԽՊ-ն ոնց է անելու, էլի։ Հանրապետականի սեղանները օծած, համագումարները օծած Նավասարդ Կճոյանին ով է պաշտպանելու։ Ժողովուրդ պաշտպանելու է, թե չի պաշտպանելու։ Թող դառնա հիմա էլ ՔՊ-ի բանը, arczepiskopos-ը, սրբազանը։ Կարգալույց արեք, խնդրանքս է, միացեք սիրելի հայրենակիցներ։